Մարտի 8-ը տարիներ շարունակ վերածվել է ծաղիկներ տալու եւ իրականում բիզնեսներին շահույթ բերելու օրվա, որը բնականաբար ոչ մի աղերս չունի մարտի 8-ի իրական խորհրդի հետ։ Մենք տեսնում ենք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը նա հռչակվում է կանանց միանցյակ ու այս ընթացքում ահռելի մարքեթինգային արշավներ են իրականացվում, նոր գնորդներ ներգրավելու եւ արկա գնորդների ուղղակի գնողունակությունը խթանելու համար, այսինքն մասնավորապես ապառիկներով կամ վարկերով ինչ-որ թանկ տեխնիկա գնելու, կանանց միանցյակի տակ, այդ անվան տակ ու այսպես շարունակ։ Նաեւ շատ ենք տեսնում, եթե մեդիան ենք ուսումնասիրում, տարածվում են սեքսիստական փաթեթավորման նվերներ, օրինակ կանանց վրա ստիպում են տարբեր գեղեցկության ստանդարտներ ու այդ ստանդարտներին համապատասխանելու համար տարբեր խնամքի միջոցներ, որոնք շատ հաճախ անհրաժեշտ չեն։ Այսինքն կապիտալիզմը ստեղծում է խնդիր կանանց համար ու հետո ստիպում է, որ տարբեր պրոդուկտներ գնեն այդ խնդրին, այսպես ասած, արձագանքելու համար։ Մենք այսօր այստեղ ենք ու ակցիա ենք իրականացնում, հենց ունենք գրաֆիտի պատ, այսինքն անցորդներին թույլ ենք տալիս, որպեսզի իրենք էլ առաջին անգամ շատերի համար փորձեն ինչ-որ ակտիվիստական մի բան անել ու հետո իրենք էլ իրենց կյանքում այդ շարունակեն ու նաև քննարկումներ ունենալու համար մարտի 8-ի իրական խորհրդի շուրջ։ Մարտի 8-ը դա կանանց իրավունքների պայքարի, դա գենդերային արդարության համար պայքարի օրն է ու մենք հենց այսօր այստեղ ենք այդ մասին խոսելու։ Նաև ես նշեմ, քանի որ տարածված կարծրատիպ կա, որ ֆեմինիզմը ինչ-որ արևմուտքից ներկրված մի բան է ու Հայաստանի հետ կապ չունի, այդ պատճառով մենք նաև մասնավորապես ակցենտը դնում ենք հայկական ֆեմինիզմի եւ մեր հայ նախամայրերի վրա, օրինակ Սրբուհի Ծուսաբի, Շուշանիկի Կուղինյան, Զապել Եսայանի, Հայկանուշ Մարկի, ովքեր երկար ժամանակ պայքարել են, որպեսզի մենք լինենք այնտեղ, որտեղ կանք ու ունենանք այն իրավունքները, որոնք ունենք։ Ուզում եմ նշել, նախ Հայաստանը Սովետի կազմում եղել է առաջի, այսինքն Սովետական միությունը եղել է առաջի պետությունը, որ օրինականացրել է աբորտը, օրինակ աբորտի իրավունք են ունեցել եւ 1919-ին արդեն կանայք ընտրելու իրավունք են ունեցել Հայաստանում շուրջ 100 տարի ավելի շուտ, քան օրինակ Արևմուտքում։ Բայց բնականաբար եթե արդեն անկախ Հայաստանից ենք խոսում, օրինակ 2017 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենքն է ընդունվել, որը շատ ողջունելի է, իսկ 23 թվականին արդեն աշխատավայրում սեռական ոտնձգության արգելքն է մտել օրենք։ Ըստ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի նախորդ տարի 4 կանանցից մեկը Հայաստանում բախվել է ընտանեկան բռնության խնդրին, ինչը սարսափելի թիվ է։ Հետևաբար դա մեր առաջնային խնդիրներից է, որպեսզի պետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության կոնվենցիան, որը կոնկրետ համ մեխանիզմներ կտա պետությանը, օրինական, օրենսդրական ու համ էլ ռեսուրսներ կտա, որտեղ այս պահին տեսնում ենք պետությունը չունի ռեսուրսներ եւ չի արձագանքում բռնության խնդրին բավարար չափով։ Եթե խոսում ենք խտրականությունից, որը նույնպես սերտ կապված է մարտի 8-ի խորհրդին, պետությունը պետք է ընդունի հակախտրականության մասին օրենք, որը տարիներ շարունակ ձգձգվում է ու չի ընդունվում, ու այս պահին էլ տարբեր սոցիալական շերտերի, տարբեր սոցիալական հատկանիշներ չեն ներառում։ Այսինքն համապարփակ չի օրենքը, դա է շատ կարևոր։ Թեպետ օրինակ աբորտի կամ վերարտադրական իրավունքների խնդիրներ ամբողջ աշխարհում իհարկե կան ցավոք, բայց Հայաստանի կոնտեքստում մենք ունենք շատ սպეციფიկ այդ աբորտի երրորդյա սպասելաժամանակը, այսինքն երբ մարդիկ դիմում են կանենք դիմում են աբորտ ստանալու, դիմում լրացնելուց հետո պարտավոր են օրենքով 3 օր սպասել, նոր ստանալ։ Սա խնդրային է նախ, քանի որ վերցնում են կանանցից այդ մարմնի իրենց ինքնավարությունը, որովհետև հարցականի տակ է դնում, արդյոք կանենք ընդհանրապես կարող են որոշել մի անգամից անել, այսինքն ժամանակ է տալիս, որ մի քանի անգամ էլ այսպես ասած մտածեն։ Բացի այդ մենք տեսնում ենք օրինակ գյուղաբնակ կանանց դեպքում իրենք այդ հասանելիությունը չունեն տարբեր բուժհաստատություններ, եթե իրենք պետքա ճամփորդեն մոտակա բուժհաստատություն դիմում լրացնեն, հետո եւս 3 օր սպասեն, նորից հետ գնան տուն վերադառնան, այս լուրջ խնդիրների է բերում, հետեւաբար շատ կարեւոր է այս աբորտի երրորդյա սպասելաժամանակը վերացնելը։ Կարող եմ նշել նաեւ աշխատավարձի գենդերային խզվածքը նախորդ տարի հրապարակված տվյալներով 2023-ին, այսինքն 24-ին հրապարակել են, բայց 23-ի տվյալներով 40.7% է աշխատավարձի այդ միջին գենդերային խզվածքը։ Նշանակում է, որ ամեն ոլորտում տղամարդիկ միջինում շատ ավելի շատ են ստանում, միջինում 40.7% ավելի շատ են ստանում, քան կանայք։ Այս է լուրջ խնդիր է ու պետությունը նույնպես ու նաև տարբեր գործատուներ կարող են կոնկրետ քայլեր ձեռնարկել սրա դեմ պայքարելու համար։ Օրինակ կարող են լինել գենդերային զգայուն իրենց աշխատանքի ընդունելու պրակտիկաներում։ Նշանակում է, որ այն ոլորտներում, որտեղ շատ երկար ժամանակ
պատմական անարդարությունների պատճառով տղամարդիկ են միշտ ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ընդհանրապես բարձր աշխատավարձ ստացող պաշտոններ եղել, իրենք դա նկատի ունենան եւ մյուս անգամ առաջնահերթություն տան էլի որակավորումներ ունեցող կնոջ։ Ինչպես տեսնում ենք, աչականները, մասնավորապես այդ նեոնացի եւ ուղիղ ասենք ֆաշիստները ԱՄՆ-ում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում շատ ձեռքբերումներ են ունենում թե ընտրությունների միջոցով, թե իրենց պոպուլիստ պրոպագանդաների միջոցով ու ցավոք Հայաստանում նույնպես տարբեր, օրինակ մենք վերջերս նորից տեսանք, եթե աբորտի մասին ենք խոսում, հակաաբորտային արշավները նորից վերսկսում են Հայաստանում, այսինքն նորից սկսում են տարբեր մանիպուլատիվ ռետորիկաներով փորձեն թիրախավորեն նախ աբորտի իրավունքի համար պայքարող մարդկանց կամ ընդհանրապես աբորտի առողջության իրավունքից օգտվող մարդկանց կան թե խաղաղությանը վերաբերող խաղաղության համար պայքարող ֆեմինիստական խմբեր, մենք նույնպես բնականաբար ուղղակի ցավոք թե մեդիան, թե ընդհանրապես հասարակությունը հաճախ բաց չի լինում այդ ալտերնատիվ այլընտրանքային կարծիքները լսելու, որովհետև միայն այդ դոմինանտ հաղորդագրություններն են լսում ու փոխանցում ու դրա պատճառով մարդկանց մոտ միայն այդ հարիշխանական մոտեցումն է լինում այն բոլոր խնդիրներին, որոնք կան այն ճգնաժամերին իրականում, որոնք հիմա բոլորիս առջև ծառած։ Այսօր ուղղակի ակցենտ դրել ենք հայկական ֆեմինիզմի վրա, զուտ նաև կարծրատիպեր կոտրելու շրջանակում, թե չէ բնականաբար մեր պայքարը շատ ավելի սոլիդար է աշխարհի տարբեր երկրներում պայքարի հետ։ Օրինակներից կարող եմ նշել նույն Լեհաստանում այդ ամենախիստ վերարտադրողական առողջությունը սահմանափակող օրենքների հետ կապված եւ ցույցերի հետ կապված, նույն Վրաստանում այդ հետընթացի հետ կապված մենք անընդհատ մեր սոլիդարություն ենք հայտնում մեր ընկերներին, գործընկերներին այնտեղ ու բացի այդ նույն օրինակ նախորդ բռնության հետ կապված ցույցերին մենք փորձում ենք նաև ներգրավել մեր քուրդ ընկերներին, ովքեր նույնպես շատ կարևոր պայքար են տանում իրենց իրավունքների համար, նաև ֆեմինիստական շրջանակներում։ Ռուսաստանից շատ մենք ընկերներ ունենք, ովքեր էլ իրենց պետությունում են պայքարում, ավտորիտարիզմի դեմ եւ նաև ունենք մարդիկ, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել ու հիմա Հայաստանում են ապրում, իրենք նույնպես թե մեզ աջակցել են այս ընթացքում, թե հիմա նաև ցույցին են ներկա։ Այսինքն բնականաբար այդ ինտերնացիոնալ ասպեկտը մենք փորձում ենք պահել, ուղղակի ամեն անգամ ինչ որ մի շեշտադրում ենք ունենում, բայց թե ինտերնացիոնալ, թե ինտերսեկցիոնալ ենք փորձում շարժումը պահել, այսինքն տարբեր խտրականությունների բախվող, այդ շերտավոր փոխադրող խտրականությունների բախվող անձանց եւ դրանք փորձենք քաղաքականացնել, որտեղ նաեւ մենք ինքնությունների մասին չի էլի այսօր խտրականության բախվելու մասին է, բայց քաղաքական հիմքեր մենք անդադ ուզում ենք հիշեցնենք, որ մարդյութը քաղաքական է ու պետք է դա նորից քաղաքականացնել, լրիվ փոխել ծաղիկների մասին խոսույթը դեպի իրավունքների համար պայքարը։ Ցավոք մարդիկ չգիտեն մարդյութը ինչի մասին է իրականում, այսինքն տեսնում են, որ մենք այստեղ խոսում ենք բռնությունից կամ կանանց իրավունքներից, իրենց մոտ հարց է առաջանում, որտեղ բնականաբար իրենք ամեն օր ամեն տարի մարդյութին իրենց սոցմեդիայում կամ թերևս լուրերով միայն տեսնում են, որ ծաղիկներ նվիրելու օր է մարդյութը, իրենց մոտ հարց է առաջանում։ Այսինքն նախ այդ զարմանք ռեակցիան եք ունենում։ Լինում են մարդիկ, ովքեր բնականաբար ագրեսիվ են արձագանքում, ովքեր այսինքն կամ ագրեսիվ են արձագանքում, կամ ասում են, որ չէ, այդպիսի խնդիր չկա ու կանեք Հայաստանում հավասարություն կա, բայց բոլորս գիտենք, որ դա ընդհանրապես թղթի վրա է, իրական հավասարություն չկա։ Բայց նաև ունենք աջակիցներ, այսինքն շատ մարդիկ ընդհանրապես ոգևորվում են, գալիս են գրաֆիտի են անում կամ այլ ցույցերի դեպքում մասնակցում են, իրենց աջակցությունն են հայտնում, դրա համար խառը ու մենք իհարկե հուսով ենք, որ շատերը ավելի փորձեն հարցեր տալ, մենք էլ կփորձենք ինչքան կարող ենք պատասխանել ու իրենց հետ քննարկել, միասին հասկանալ մարտի 8-ի նշանակությունը ու միասին շարունակենք պայքարը գենդերային հավասարության համար։